Եթե մարդը օրինակ կարիերայի սկզբում ուզում է ընտրի, ինչ մասնագիտությամբ զբաղվի, ինչ էլ ինքը աշխարհում ընտրի, առաջին բանը, որ իրան խորհուրդ եմ տալիս, գնա կամավորությամբ զբաղվի սկզբում։ Եթե դու դարել ես մոնտաժանող, եթե դու դարել ես SMM մասնագետ, եթե դու դարել ես շատ ուժեղ դերասան, մի ամենասկզբից գնա ու ասես մենակ կնկարվեմ լավ ֆիլմերում։ Գնա նկարվի էժան սերիալից մինչև անվճար գովազդների մեջ, որ քեզ ճանաչեն, որ քեզ իմանան, քո պահանջարկը մեծանա, հետո կընտրես, հետո քեզ 3 հատ ֆիլմից որ առաջարկ գա, կասես օքեյ, ես երկուսին մերժում եմ, ես մեկին ընդունում եմ։ Բայց մենք հիմա այն ստադիայում չենք, որ մեզ օրական դիմում է 5 հաճախորդ ու մենք դրանցից ընտրենք, որին մերժենք, որին ընդունենք։ Մենք հիմա այն ստադիայում ենք, որ մենք օրական նույնիսկ կորցնում ենք հաճախորդ ու երբ հասնենք դրան, որ մեր հաճախորդների թիվը սկսի ամիս-ամսվա վրա կրկնապատկվել կամ եռապատկվել կամ չգիտեմ 10-ով ավելանալ ընդամենը ամեն ամիս, այդ ժամանակ կանցնենք այդ խոսակցությանը։ Այդ ժամանակ կհավաքվենք, ասենք ոնց ընտրել հաճախորդներին, որ մեր աշխատանքը, որ անում ենք օրինակ 100 հոգով, անենք 10 հոգով, որտեղ լրացուցիչ աշխատանք բացող հաճախորդներին, անիմաստ ծախս ու ժամանակ խլող հաճախորդներին ֆիլտրենք հանենք։ Որովհետև ամեն հաճախորդ ում դու մեր բրոկերները տալիս են մեր մրցակցին, էդի գումարա մեր մրցակցի մարքեթինգային բյուջեում, էդի գումարա մեր մրցակցի աշխատողների աշխատավարձի բյուջեում ու էդի ուժեղացնում է քո մրցակիցներին։ Դու դրանով քեզ լավություն չես անում։